Գիտեք, մեզ մոտ վերջի բաժինը աղոթքի բաժինն է, ինչպես նշվեց հոգսերի կարիքների բժշկության համար, բայց մինչ աղոթքը մեր հայտարարությունները ամեն կիրակի ժամը 12:00-ին քաղաք Էջմիածնում Տերյանի նեհավոր ասացիայում հավաքվում ենք Տիրոջը պաշտելու, Տիրոջը երկրպագելու, չորեքշաբթի օրը քաղաք Երևանում Գուսան Շերամ 88 հասցեում ամեն չորեքշաբթի ժամը 18:30-ին եւ ասեմ, որ ամսվա վերջին ամսի 25-ին չորեքշաբթի օրը այստեղ կունենանք երկրպագության երեկո հորդորոս է կոչս է, որ բաց չթողեք այդ հիանալի օրը Տիրոջ ներկայությունը վայելելու, որովհետև Տերը խոստում ունի եւ Տիրոջ խոստն ասում է Աստված բնակվում է իր ժողովրդի գովաբանության եւ երկրպագության մեջ եւ ամեն շաբաթ օր քաղաք Գյումրիում Խորենացի 25:2 հասցեում 12:00-ին հավաքվում ենք Տիրոջը երկրպագելու, Տիրոջը պաշտելու եւ կոչս է Շիրակի մարզում բնակվող մեր քույրեր եղբայրներին, որ մեկտեղ հավաքվելու հնարավորությունը բաց չթողեք, որովհետեւ Տերը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Շատ լավ սիրելի քույրեր եղբայրներս, մեր եթերում մեկնաբանությունների մեջ գրված հոգսերը կցանկանամ կարդալ, անին խնդրում է ամուսնու ապաշխարության ընտանիքի փրկության համար, Սուսաննան խնդրում է Վահեի եւ Յուրայի եւ իր ընտանիքի ապաշխարության համար, Վարդուին խնդրում է աղոթենք ամուսնու ապաշխարության, Հովանեսի լսողության, մտքի բժշկության համար, Անահիտը խնդրում է Թորնիկի տեսողության համար։ Սիրելի քույրերս, եղբայրներս, համոզված եմ, որ այստեղ գտնվողներից շատերս էլ կարիքներ ունենք, հոգսեր ունենք, բժշկության կարիք ունենք, նորոգության կարիք ունենք, վերականգնվելու կարիք ունենք։ Մինչ աղոթքը մի պատմությունով եմ ուզում կիսվել ձեզ հետ, որ վերջերս ընթերցեցի Հայրը որդուն դպրոց է տանում եւ տղան ճանապարհին հարցնում է հորը Հայրիկ դու միշտ ինձ դպրոց ես ուղեկցում, բայց երբեք ինձ դպրոցից չես վերցնում տուն տանելու, ինքս եմ գնում։ Հայրն ասում է դե գիտես աշխատանքի եմ, չեմ կարողանում գալ եւ որդին խնդրում է հորը, որ խնդրում եմ այսօր դու արի ինձ դպրոցից վերցրու։ Եվ հայրը խոստանում է, ասում է այո, անպայման ես այսօր այնպես կարգավորեմ, որ ես քեզ դպրոցից վերցնեմ։ Երբ ժամը մոտեցել էր երեխային դպրոցից վերցնելու, գրված էր պատմության մեջ, որ այն չարաբաստիկ երկրաշարժը, որ տեղի ունեցավ 80-ականներին, երբ հայրը հասավ դպրոցի դիմաց, արդեն դպրոցը ամբողջությամբ փլուզված էր եւ ցրտահարվելով իր ձեռքերը վնասելով, մոտավոր պատկերացնելով, թե որտեղ կարող է իր տղայի դասարանը լինել, այդ քարերի արանքից փորձում էր փնտրել, գտնել իր որդուն, իր զավակին, որովհետև խոստացել էր, որ վերադառնալու է իր հետևից, որ գալու է իր հետևից, որ տուն է տանելու իրեն։ Եվ գրված է, որ շատ մարդիկ աղաղակում էին կողքից, որ այդտեղ մի փնտրի, այստեղ ձայներ կան, այստեղ կյանք կար, այստեղ օգնիր, այստեղից մարդկանց երեխաներին հանենք, բայց ինքը չէր դադարում փնտրել իր որդուն, քանդում էր այդ քարերը եւ կանչում էր որդու անունը։ Եվ գրված էր, որ որդին աղաղակեց այնտեղից, որ ես այստեղ եմ։ Եվ երբ պատմությունը ընթերցում էի, գրված էր տղայի խոսքերը, որ Հայրիկ, ես հավատում էի, որ դու վերադառնալու ես, որովհետև դու ինձ խոստացել ես։ Եվ կանչում էր իր դասընկերներին, ովքեր ողջ էին մնացել, եւ ասում էր, ես ասում էի ձեզ, որ իմ հայրն ասել է եւ նա վերադառնալու է։ Միգուցե այսօր կյանքումդ ճնշումներ կան, միգուցե այսօր կյանքումդ դժվարություններ կան, որոնք կարծես կյանքդ փուլ են եկել քո գլխին։ Կարծես ամեն բան կործանման եզրին է։ Իմ հայրն ասել է, որ վերադառնալու է։
Իմ հայրն ասել է, որ ինձ մենակ չի թողնելու։ Կարող ես կողքինիդ բարձրաձայն լսելի ձայնով ասել, իմ հայրն ասել է, որ ինձ մենակ չի թողնելու։ Տերը խոստում ունի, ասում է, եթե անգամ կերակրող մայրն էլ իր զավակին թողնի, ես քեզ չեմ թողնելու։ Եվ ինչ դժվարություններով որ անցնում ես այսօր, ինչ խնդիրներով որ անցնում ես այսօր, միգուցե անգամ իրադարձությունները ցույց են տալիս, որ անգամ այս իրավիճակից ելնելու հույս անգամ չկա։ Տեր Հիսուսը հույսի Աստված է։ Տեր Հիսուսը իրեն կանչողին ազատող Աստված է։ Ընկածին բարձրացնող Աստված է, հիվանդին բժշկող Աստված է։ Եվ ինչպես այն մանուկն էր վստահ, որ իր հայրը իրեն խոսք է տվել եւ իրեն չի թողնելու, այդ մանկական սիրտն ու հավատքն ունենանք, որ ինչով էլ անցնենք, անգամ եթե դժոխքով էլ անցնենք այս ժամանակավոր կյանքում, իմ Աստված դու ինձ մենակ չես թողնի։ Հովանո ավետարանում 14-րդ գլխում Տեր Հիսուսն ասում էր, ես ձեզ որբ չեմ թողնի, ես ձեզ մենակ չեմ թողնի։ Իմ Սուրբ Հոգով ձեզ հետ կլինեմ, կմխիթարեմ ձեզ, կբարձրացնեմ ձեզ։ Ու եկեք այդ մանկական հավատքով գանք Տիրոջ առաջ, ասենք Տեր, ինչով էլ որ անցնում եմ ես այսօր, ինչ դժվարություններ որ կան իմ կյանքում այսօր, ես գիտեմ, որ դու գալու ես ու գիտեմ, որ այսօր էլ իմ կողքին ես, ինձ զորացնում ես, ինձ բարձրացնում ես։ Տեր իմ Հիսուս, շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր։ Այո, դու հավատարիմ ես, Տեր։ Շնորհակալ ենք Հայր քո անսահման սիրո համար, քո հավատարմության համար, Տեր, որ ոչինչի չես նայում, Տեր, որ չես նայում, որ անգամներ տկարանում ենք, անգամներ թուլանում ենք, Տեր։ Դու հավատարիմ ես եւ մեր կողքին ես, Տեր։ Դու չես թողնում քո զավակներին, Տեր իմ Աստված։ Միգուցե շատ անգամներ մենք կարծես հեռանում ենք քեզանից, բայց դու մեզ հետ ես, մեզ չես թողնում, Տեր, դու պահում ես մեզ, կյանք ես տալիս մեզ, Տեր իմ Աստված։ Եվ 2000 տարի առաջ Տեր ամենաթանկը տվեցիր, որ մեզ ունենաս, քո միածին որդուն տվեցիր։ Մեր Տիրոջը մեր փրկչին տվեցիր, որ խաչը բարձրանա, որ մենք էլ հավատալով կյանք ունենանք, քեզ հետ հաշտություն ունենանք, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք այն անսահման հայրական սիրուդ համար, Տեր իմ Աստված։ Տեր, դու ամենն ես տվել։ Եվ մենք գալիս ենք քո առջևը, Տեր, եւ խնդրում ենք, Տեր, որ զորացնես մեզ, Տեր։ Խնդրում եմ այս անունների համար, այս հոգսերի համար եւ նաեւ այստեղ ներկա գտնվողների կարիքների հոգսերի համար, Տեր։ Տեր, ուզում ենք դավանել ու բարձրաձայնել, Տեր, որ մեր ամենամեծ կարիքը քո ներկայությունն է մեր կյանքերում, Տեր իմ Աստված։ Քո արքայությունն է մեր կյանքերում, Տեր, մենք քո մեջ, դու էլ մեր ներսում, քո սուրբ տաճարում, Տեր իմ Աստված։ Ու գիտենք, որ քո խոստման համաձայն մնացած ամեն բան կտրվի մեզ, Տեր, քո կամքին համապատասխան, Տեր իմ Աստված։ Քո արքայությունն ենք խնդրում, քո կամքն ենք խնդրում, Տեր։ Խնդրում ենք հիվանդների կյանքում բժշկություն անես, Տեր, ձեռքդ մեկնես ողորմած, Տեր իմ Աստված։ Ինչպես Տեր իմ Հիսուս այն ժամանակ քո մեկ խոսքովը, Տեր, փոթորիկներն իր հանդարտեցնում, Տեր իմ Աստված։ Ջրերն իր խաղաղեցնում, հիվանդներին բժշկություն էր տալիս, մեռածներին նոր կյանք էր տալիս, հարություն էր տալիս։ Այդպես էլ հիմա այսօր, Տեր, խնդրում ենք, որ քո մեկ խոսքովդ, քո զորավոր խոսքովդ, Տեր, հիվանդներին բժշկություն տաս, տկարներին նորոգություն տաս, Տեր, ճնշվածներին, Տեր, հոգսի տակ տկնածներին, Տեր իմ Աստված, խաղաղություն տաս, մխիթարություն տաս, Տեր։ Սքավորներին քո Սուրբ Հոգովդ, քո քաղցր ձայնովդ մխիթարես, Տեր իմ Հիսուս։ Տեր, քո կարիքն ունենք, Տեր, ու աղաղակում ենք քեզ, Տեր։ Ինչպես այն կույրն էր աղաղակում, Տեր, որ ողորմություն աներ, Տեր, այսօր էլ աղաղակում ենք քեզ, Տեր իմ Աստված։ Եվ գիտենք ու շատ դեպքերում էլ վկայում ենք, Տեր, որ դու քեզ կանչողներին, քեզ աղաղակողներին մենակ չես թողնում, Տեր, զորացնում ես, բարձրացնում ես, Տեր, ու այսօր էլ դրա կարիքն ունենք, Տեր իմ Աստված։ Թող ամենում քո անունը փառավորվի, որովհետև միակ Տերն ու արարիչն ես, որ արժան ես ողջ փառքն ընդունելուն։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։